Ну, այս դեպքում զույգային առողջ հարաբերությունների ելույթ է, հա, փոքրիկ սահմանում տանք եւ անցնենք անառողջին։ Նախ կուզեի ասել, որ բացարձակ առողջ եւ բացարձակ անառողջ հարաբերություն որպես այդպեսին չկա, բայց փորձենք հարաբերականորեն սահմանենք, հա, ինչ կցանկանային, որպեսզի այդ հարաբերություններում լիներ։ Ну, առողջ հարաբերությունը, երբ կա առողջ կապ զույգերի միջև, այսինքն վստահություն, միասին ճանապարհ անցնելու որոշակի տեսլական եւ պլան, սահմանների հարգում, երբ հարգվում են ցանկությունները, նպատակները եւ կարողանում են զույգերը ստեղծել ընդհանուր պլան եւ խոսել իրենց ցանկությունների մասին, այստեղ հարգալից հարաբերություններն են։ Հարգալից հարաբերություններ, դες դու ասացիր ունեն միասին ինչ-որ պլան իրար հետ բան, բայց հələ մինչև այդ պլանին հասնելը։ Նոր սկսում են ծանոթանալ, շփվում են ու պետքա անցնեն ավելի, ասած, լուրջ հարաբերություններ եւ այլն։ Ну, հələ ոչ խոսում ենք այն սկզբնական մասը, երբ հələ պաշտոնական sense ասած ընկեր չեն կամ համակրանքի փուլը։ Հա, սկսում են իրար հետ ծանոթանալ, ավելի ուզում են անցնել ավելի առաջ էտապ, այստեղ ինչից կարող նկատի, որ օրինակ մի րոպե լսպասի զգուշանամ կարող է քիչ արժես հարաբերությունների մեջ մտնել։ Այստեղ տարբեր կարող են գործոններ լինել, հա, այսպես ասած, կետիկներ լինել, որոնք կարող ենք ֆիքսել։ Օրինակ, եթե մեր զուգընկերներից մեկը բռնարար է, ու այս տարբերակում բռնությունը մենք միշտ հասկանում ենք ֆիզիկական, բայց միայն ոչ ֆիզիկականի մասին է խոսքը գնում։ Օրինակ, կարող են լինել հուզական որոշակի մանիպուլյացիաներ։ Դու այսպես պետք է անես, որ դու այսպես պիտի անես, որպեսզի մեր հարաբերությունը ավելի լավ լինի, կամ ես ուզում եմ, որ դու հենց այսպես անես, հա, այսինքն հստակ որոշակի ցանկության ձգտում կա, թելադրում կա առանց հարգելու դիմացինի ցանկությունը կամ կարիքները։ Սա այն կոպիտ արգելքները կարող են լինել կամ ոչ ուղիղ ձևով, երբ որ մենք ցանկանում ենք մեր ուզածին հասնել, այսպես առօրյա լեզվով ասել, հա, օրինակ չենք ասում, որ ես կարիք ունեմ, օրինակ ես ուզում եմ ուղղակի մենք իրար հետ ժամանակ անցկացնենք, այլ որոշակի մանիպուլյացիաներ են անում կամ մեղադրանք է լինում։ Օրինակ մեղադրանք օրինակի համար են, որ այ դու սենց արեցիր դրա համար իմ մոտ սենց եղավ, այ որ դու սենց շահեի, սենց կլինի, հա։ Կամ ես միայն քո համար եմ այսպես անում, հա։ Ես եկել եմ հանդիպման, որպեսզի դու քեզ լավ զգաս օրինակի համար, հա, ինքնից առաջնային որոշակի abuse-ը, ինչպես ասում են, ուղղակի բացեմ abuse-ը դա բռնությունն է, հա, այսպես Այսինքն, երբ որոշակի sense փորձում ենք ոչ ուղիղ ձևով ազդեցություն գործել, հա, դիմացինի վրա, որպեսզի մեր ցանկությունները եւ նպատակները բավարարվեն, հաշվի չառնելով դիմացինի ցանկությունը կամ հուզական վիճակը կամ կարիքները։ Բայց այդտեղ բանը չէ, սոտքի առողջ չի, որ ուզենա, որ իր ուզածները լինի։ Առողջ է, բայց առողջ է, երբ որ ուղիղ ասում է իր պարտներին, զուգընկերոջը։ Հիմա բա ես ինչ իմանամ, ինչքան առողջ է, ինչքան առողջ չի, օրինակի համար մի անգամ տենց բան զգացի, ինչ ասեմ էսի օքեյ է, սպասեմ հələ տնեմ ինչ թիվ հաշվեմ, թե ինչ անեմ, ոնց իմանամ, որ մի րոպեի արդեն այդ սահմանն է։ Ну, այստեղ կարևոր բան ես ասում, որ այստեղ կարևոր է կրկնվող լինելը վարքագծի, բայց եթե մենք ինչ-որ բան նկատեցինք, որը մեր սահմանների հատում է, այսինքն մեզ դուր չի գալիս, շատ կարևոր է մենք զրուցենք մեր զուգընկերոջ հետ, հա, ասենք գիտես, այս պահը ես այսպես ընկալեցի այս իրավիճակը, կամ երբ որ այսպիսի ինչ իրավիճակ եղավ, ես այսպիսի զգացողություն ունեցա, կամ գիտես, այս տարբերակում եթե այսպես է լինելու, ապա ինձ այդքան էլ դուր չի գալիս, հա, օրինակ ասել, խոսել սեփական սահմանների մասին։ Այսինքն հարաբերություններում աշխատենք մենք զուգընկերոջներ մենք անենք, որ խոսալու ժամանակ ավելի շատ ոչ թե խոսա ես խոսամ ոչ թե իր մասին, այլ իմ մասին, այլ ոչ թե դու սենց չպետք է անես, այլ ինձ այս ինչը դուր չի գալիս կամ այ ես սենց եմ ուզում։ Ու նույնիսկ սովորեցնենք զուգընկերոջը, որ ավտոմատ իրար մոտ մեղադրանք, այսինքն սենց ասած իրար եսի էլ չգտնենք, որ ավտոմատ պաշտպանություն էլ չունենա։ Իհարկե, բնականաբար առաջի դեմքից խոսելը շատ ավելի ռացիոնալ է, այն պարագան, որ մենք չգիտենք նախ դիմացինի գլխում ինչ է կատարվում կամ իրականում ինքը ինչ է մտածում եւ
եթե անկեղծ լինենք, դա մեր զգացողությունն է, այսինքն մենք այդ իրավիճակը այդպես ենք գնահատել եւ խոսում ենք մեր զգացողություններից եւ մեր մտքերից ելնելով։ Բնականաբար, երբ որ մենք մեղադրում ենք անմիջապես դիմացինին կամ ասում ենք դու այսպես ասեցիր կամ նույնիսկ ասելու դեպքում այո, բայց դու այսպես ես մտածում կամ քո գլխում այսպիսի բան է կատարվում, արդար չէ, որովհետեւ մենք չգիտենք։ Այստեղ ես որպես ոչ մի բան չիմացող մասնագետ չեմ, բայց ասում եմ ծանոթ հոգեբան ունեի, ինքը միշտ ասում էր, որ հիշի դու մտքեր կարդալ չգիտես, որտեղ մենք շատ հաճախ, այդ ճիշտ ասացիր, մենք շատ հաճախ բան ենք անում, ֆիքսում ենք, որ մենք հստակ հասկանում ենք, մենք հստակ գիտենք, թե դիմացինը ես հաստատ գիտեմ, դու այսպես մտածեցիր կամ այսպես կմտածի, այստեղ երևի հաստատեցիր ավելի մի քիչ գրական ու մասնագիտական sense ասած ֆոնով, որ հա մենք մտքեր կարդալ չգիտենք ու մինչև ինչ-որ բան վստահ լինելը մեզ հարցնենք հաստատ է տենց, հա, ու բարձրենք, հանգիստ լինենք ու բաց խոսենք ընկերոջ հետ։ Բայց դե հարցը առաջանում, բայց չէ որ մենք բան ենք անում, չէ, վախենում ենք հանկարծ դիմացինին նեղացնենք, բա որ նեղացնեմ իրան որ ասեմ, բա որ հանկարծ նեղվի, բա որ հարաբերությունը փչանա, դրա համար կարող է կիսուս մնամ, համբեր ընդելը ոչինչ էս մի անգամ։ Ну, այստեղ էլի հիշում ենք, որ մենք չգիտենք իրեն կնեղացնենք, թե ինչ կլինի, որտեղ էլի չենք գուշակ չենք ամեն դեպքում, բացի այդ, եթե նույնիսկ նեղացնենք, եթե շատ խորանանք, նեղանալը որպես այսպեսին, այդքան էլ հասուն անձի գործառույթ չէ, այսինքն եթե նույնիսկ ինչ-որ որոշակիորեն էմոցիոնալ ազդակներ ունենա դիմացինը, հա, մեր զուգընկերը, բնականաբար կարելի է պարզաբանել, խոսել եւ փորձել միջինացնել միգուցե երկուսից ցանկությունները եւ սահմանները, բայց այստեղ շատ կարեւոր է, որ անկախ հարաբերությունից մենք հարգենք մեր սահմանները։ Այսինքն, այստեղ կարա նաև կարծրատիպերը աշխատել, մշակութային որոշակի ասույթներ, հա, որ պետք է լռել կամ համբերիր, համեստ եղիր, այս զույգային հարաբերությունները։ Ես էգոիստ չեմ։ Դու էգոիստ ես։ Ով ասեց։ Չէ, այսպես լինում է չէ առօրյայում, որ օրինակի համար կամ դու կինես, դու պետք է անես, դու պետք է աղջիկ ես, բայց եթե տան գործա, դու պետք է անես։ Ես պետք է անեմ։ Այստեղ երևի թե հիշենք, որ պիտիներ չկան, հա, էլի որոշակի իրացիոնալ դատողություն է, եթե կոգնիտիվ հոգեբանության լեզվով ասենք։ Բնականաբար այստեղ պիտիները, եթե վերցնենք պիտիներ, հա, բնականաբար կարևոր է, որ զույգերը քննարկեն, ինչպիսի սպասելիքներ ունեն, ինչպիսի ակնկալիքներ ունեն, ինչպիսի գործառույթներ ունեն նաև, հա։ Եթե իրանք ուզում են դերերը որոշակիորեն բաշխել, բարի, բայց դա կարևոր է լինի փոխ համաձայնությամբ եւ երկուսի համար է կարևոր լինի եւ ընդունելի լինի։ Բայց դες հիմա այդ դեպքում, եթե մենք ունենանք փոխկապյալներ, ու մի քիչ մասնագիտականում ասում, լավ, հեսա դու մեզ կբացատրես, մեր հետևորդներին եք բացատրես, այդ փոխկապյալները որն են, ու չէ՞ որ դες քո ասած դեպքը փոխկապյալների ժամանակ այնտեղ սահմանը շատ բան է, որ մենք տարբերենք ու կարա թվա թե ամեն ինչ շատ առողջ է, բայց դապարի դավերին է, այսինքն որոշ ժամանակ շատ լավ կլինի, իրանք կհամարվեն աշխարհի ամենալավ երջանիկ զույգը, բայց հետո երկուսն փաստի առաջ կկանեն։ Այստեղ փոխկապյալների դեպքում փոխկապյալները երևի թե բացատրենք, հա, ովքեր են, այն անձնավորություններն են հարաբերություններում, երբ որ երկուսն էլ իրականում ունեն որոշակի դերեր կամ խնդիրներ, եւ իրենք հակառակ բևեռով խնդիրներ իրենց հանդիպում են, եւ Ասմայինը թարգմանես, ես հասկացա, մեր ժողովուրդը երևի քիչ կարող է մարդիկ լինեն, որ չհասկան, մի քիչ ավելի շատ է ստանդարտ կերպով բացատրեմ, երբ որ օրինակի համար ամուսինը գումար է միշտ աշխատում ու իր մոտ իր ընտանեկան որոշակի մոդելից եկել է, եթե ես գումար եմ աշխատում, դու պետք է օրինակ անես այս, օրինակ տները հավաքես կամ ամբողջ պատասխանատվությունին վրա ես եմ որոշումներ կայացնում, դու հստակ պարտականություններ ունես, չպետք է սովորես, մի քիչ ուշացնում եմ։ Այսինքն ամուսնու դերը կնես, որ ընդհանրապես, բայց այսինքն տվյալ դեպքում, տվյալ օրինակում ամուսինը ունի դեր, որ ինքը աշխատողն է ու որոշողն է, իր դերը պահելն է, ֆինանսը վաստակելն է, ֆիզիկապես ու ֆինանսապես ապահովություն տալն է։ Այո։
կնոջ դերը երեխեքին պահելն է, տունը նստելն է, տունը մաքրելն է, այսինքն տնենք, տեսնում ոնց որ 5 հարազատների ժամանակ է, տղամարդը գնալ որսաներ հետո ու պաշտպաներ կինոն մնացած այդ։ Այո, եւ Բայց իմին է քարանզավի պարագայում մտածել նորմալ է։ Չենք կարող ասել քարանզավի պարագայում ինչպես է, որտեղ ամեն դեպքում այդ ժամանակաշրջանում չենք ապրում։ Բայց այստեղ մի հատ խնդիր կա, նախ մենք ունենում ենք անձնային աճ։ Երկրորդ, այս հարաբերությունները կարող են բերել լճացման, որտեղ դերերը այո, միգուցե առաջին ակնթարթից հստակ գնում են, հա, ամեն մեկ իր ֆունկցիան է կատարում։ Բայց եթե հանկարծակի ինչ-որ մեկ փոփոխություն լինի, այս դերերի մեջ, օրինակ, ինչ-որ մեկի առողջության հետ կապված, հա, օրինակ կինը հիվանդն է։ Այո, եւ ինքը կարող է չկարողանալ իր ֆունկցիան կատարել, եւ այս դեպքում հարաբերությունը կարծես թե փլուզվում է, որովհետեւ հիվանդանալը ասածը կներես, ես նկատի ունեի ոչ թե մրսածությունը, որովհետեւ այդ դեպքում երևի թե չի փլուզվի, որովհետեւ դա հեսա կլավաներ էլի կանցնի ֆունկցիային, այլ որպես կանոն նման դեպքերում, եթե սխալ եմ ուղի, որ նման դեպքերում սպառվելու է մեկն ու մեկը, որը շուտ կսպառվի չգիտեմ, բայց կամ ամուսինն է այդ աշխատելուց սպառվելու, որովհետեւ մենակ դրանով իր ասած եսը չի բավարարվում։ Կամ կինն է սպառվելու ամենօրյա այդ առօրյա ռուտինը ասվածից ու ուղեղը պաշտպանական մեխանիզմով նվիրելու է կամ ժողովրդի լեզվով ասած նևրոզ կամ դեպրեսիա։ Ու այդ դեպքում արդեն հա դերի մեջ չի կարողանա մնալ ու դուրս կգա։ Եվ եթե ինչ-որ մեկը դուրս է գա դերից, արդեն օղակը, այո, փլուզվում է եւ ստեղծվում է արդեն բացահայտ կոնֆլիկտ։ Լավ, այ հələ էլի հետ գնանք հələ որ ամուսնացած չեն, ընկերուհի հարաբերություններ։ Որ դեպքի հասկանում, որ դեն սահմանն է, որ վсё այս հարաբերություններից դուրս գան։ Նախ եթե մենք ապահով չենք զգում մեր զուգընկերոջ հետ մարդավարյալը ապահով չենք զգում, օքեյ։ Օրինակի համար կարող է ինքը ընդհանրապես մեզ նեղացնում է մարդավարյան մասին, առօրյա լեզվով։ Օրինակ, բաց որոշակի անընդհատ կոմենտներ ան, մարժը զրկում է մեզ, օրինակ, ասում է որ օքեյ, բայց մենք հասկանում ենք, որ կատակը եւս կարող է, այսինքն մարդը կարող է կատակի միջոցով բավականին բռնարար արտահայտություններ անել, այսինքն նույնիսկ եթե կատակով մարդուն վիրավորում են, դա վիրավորանք է, հաստատի։ Այսինքն կատակը հաշիվ չէ։ Բայց մի կատակ եմ անում։ Բայց ես նեղացկոտս հետո շփվել չի լինում, կատակ էլ անել չի լինում, հա ինչ հետո կատակ չանեմ։ Տարածված արտահայտություն։ Այո, բայց այս տարբերակում շատ լավ օրինակ բերեցիք եւ կատակի անում, կատակով բադ բան է ասում, օրինակի համար ասում է, չգիտեմ, դու հիմար ես, հա, հո դու հիմար չես, կամ դու շատ տգեղ ես, կամ չաղ ես, հա, շատ։ Արի հələ գնանք այն բանին հիմարին, ահավաց այս վերջերս օրինակ եմ հեղավին ձեին հարց գրել, ես ընդեղ մի կանալ եմ նոր բացել, սինդրոմ Խարոշի ձևիչկի ասվածը, ու ընդեղ հարց էին գրել, ճիշտ է, այդ հարցերին ես չեմ հասցնի, եթե բոլոր հարցերին հարցնեմ, պատասխանեմ, բայց կակաս իմի արի այդ հարցին կփորձես դու պատասխանես։ Հա, բայց ու ամենը տսպանի համար չենք բաժանվելու։ Եթե պարբերաբար զուգընկերը դիմացին օրինակ վիրավորում է ու ասում է հիմար ես, չեմ ասում հիմար ես, բայց ինչ դեբիլն ես, ոչ չֆայնեցիր սենց անես։ Միստր վիրավորական բան կա, ժողովուրդ։ Որպես մասնագետ ասել, դեբիլությունը համարվում է մտավոր հետամնացության աստիճաններից մեկը։ Դու գիտես ինչ նկատի ունեմ։ Այսինքն այս արտահայտությունների մասին է խոսքը, որ ասում ես մանիպուլյացիոն բաներ կարող են լինի։ Այո, ու եթե կրկնվող ամեն դեպքում կրկնվում է պարբերաբար եւ ցավեցնում է զուգընկերոջը, դա արդեն կարմիր նշան է։ Ու ինչքան են օրինակ ըստ քո փորձի, ինչքան հաճախ է այդ լինում, որ հիմնականում այնց ում որ ցավում է, ոնց որ սովոր ենք ասել զոհին, մի հատ պարտադրվում է մեղքի զգացում, որ դու ես մեղավոր, դու ես նեղացկոտ, դու խնդիր ունես եւ ես նորմալ շփվում դու բան։ Ինչքան այդ տարածված, ինչքան տեղ ունի մեր իրականության մեջ։ Բավականաչափ տարածված է, այստեղ
կախված է նրանից, այսինքն ինչ չի առաջանում սովորաբար, որտեղ մեր մենթալիտետում ամեն դեպքում մշակույթում կա այն գաղափարը, որ միգուցե ես ոչ մի վատ բան չեմ ասել կամ ինչ կա դրա մեջ, բայց ու մենք չենք ընկալում, որ դա կարող է վիրավորանք լինել։ Իսկ այդ վիրավորելու կարամ ասեմ կարիք։ Դե կարիք ունի, չէ՞ որ դա անում։ Վիրավորողը բնականաբար խնդիր ունի։ Այսինքն առողջ մարդը չի վիրավորում դիմացին, հարգում է իր սահմանը։ Այդ իր վիրավորելու, ասենց ասած, կարիքը։ Ինքը դա ինչ-որ բանի համար է, չէ՞։ Այդ հիմնականում ինչի համար է դա։ Տարբեր պատճառներ կարող լինի։ Այս դեպքում, եթե օրինակով դիտարկենք, կարող է լինի, որ ինքը կուտակված ագրեսիա ունենա եւ փոխանցման մեխանիզմով, օրինակ աշխատավայրում իրան վիրավորել են, ինքը գալիս է իր ընկերուհու մոտ է, ինքն է հաստատում կարծես թե, հա, եթե մեխանիզմը նայենք, սա եսի բավարարման մեխանիզմն է։ Այսինքն աշխատանքի տեղում իրան վիրավորել են, այդ իր համար կոպիտ ասած ինքը կամ իրան նեղացրել են, կամ իր խոսքին տեղ չեն տվել, կամ էս չեն արել, իր ինքնագնահատական ընդեղին գնում է, հիմա ինքը կարիք ունի ինքնահաստատվելու, գալիս այդ նույն բանը զուգընկերոջ վրա է անում։ Այո։ Սա մի մեխանիզմ է, այո։ Երկրորդ մեխանիզմը կարող է լինել, որ ինքը նմանատիպ վարք տեսել է օրինակ իր ընտանիքում եւ իր համար դա նորմալիզացված է, այսինքն միակ փոխհարաբերությունների ձևը եղել է վիրավորանքը եւ նա պարզապես սկսում է նույն վարքագիծը տնօրինակել իր զուգընկերուհու հետ։ Այսինքն տունը տեսել է որ պապան մաման տենց են շփվում, իր մոտ է ճանաչվել է իր բազայի համար որ այդ նորմալ է, քանի որ այդ նորմալ է դա սիրո եւ ջերմության արտահայտման ձևը, այդ նույն ձևով ինքը փորձում է իրան արտահայտել։ Որտեղ չի տեսնում խնդիր, որտեղ չգիտի նա, որ դա խնդիր է միգուցե։ Այդ տարբերակ կարող է լինել, երբ որ մենք ունենք որոշակի բնավորության խանգարումներ, հա։ Այսինքն կարող են վերջերս շատ մոդայիկ մենք ունենք երյա բնավորության գծերի, որ տարածված է համացանցում, օրինակ նարցիսիզմը, մաքիավելիզմը, հա, եւ ուղիղ բռնության արդեն, հա։ Եմա թարգմանի էդի որն է։ Լավ, նարցիսական վարքը, հա, սովորաբար երբ որ անձը զուգընկերը կամ հա զուգական հարաբերություններում առաջնային է համարում իր հույզերը եւ անտեսում է դիմացինի հույզերը, այսինքն իր համար կարեւոր է հարաբերությունը միայն նրա համար, որպեսզի իր եսը այսպես բարձրացվի։ Այսինքն ինքը պարբերաբար վալիդացնի, որ ինքը լավն է, ինքը ամենագեղեցիկն է, ինքը ամենախելացին է ու ինքը արժեզրկում է դիմացինին։ Սովորաբար հարաբերությունների սկզբում դա այդպես չի դրսևորվում, հա, իրանք շատ կավագրավիչ, sense շատ սուր գրավիչ կերպարներ լինեն, տարբերվող կերպարներ լինեն, փորձեն ամեն ինչ անեն, որպեսզի դիմացինի մոտ լավ տպավորություն գործեն, հա, լինեն ամենաբարոյականը, ամենախելացին, ամենագրավիչը, բայց երբ որ այդ տպավորությունը իրանք արդեն ձեռք են բերում, այսինքն զուգընկերը տեսնում է, կամ պոտենցիալ զուգընկերը հավանում է, հա, արդեն իրեն կենտրոնում է պատկերացնում, նարցիսների վարքը միանգամից փոխվում է, այն սկսում են անտեսել դիմացինին, այսինքն կարող է օրինակ զանգերին չպատասխանեն կամ այլևս կարևոր չի դիմացինի պահանջմունքների բավարարումը, կորեն, երբեմն վատ բաներ ասեն։ Իսկ այդ ինչի է անում։ Այնպես չի որ իրանք միշտ չի որ գիտակցաբար են անում, երբեմն լինում է որ գիտակցաբար են անում, բայց սա այլ ենթագիտակցական մեխանիզմ է, անում են որպես իրանց եսը բավարարվի, այսինքն իրանց հետաքրքիր է դիմացինը, երբ որ դեռ իրենք չեն գրավել իրենց, երբ որ իրենք արդեն իրանց կենտրոնում են, այսինքն գիտեն որ հիանում է դիմացին իրենցով, իրանց համար արդեն դիմացինը անհետաքրքիր է դառնում։ Սովորաբար այո։ Ինչ դոզան ստացավ էլի։ Սա սովորաբար գալիս է օրինակ այդ հերթական անգամ ապացուցեց որ ինքը լավն է, դե սկզբում իմ սիրած օրինակով սիրամարգու փոչը բացում է, ցույց է տալիս թե ինչքան լավն է, գերագում է, հերթական անգամ ինքնահաստատում, անցնում առաջ։ Դա նարցիստ է, այո։ Մաքիավելիզմը Բայց այդ երեք ժողովուրդ, այնտեղ եթե հարցերի տեղը չեք գտել, այս մի պահ եթե եթերը ծալեք ներքև կամ հետ գնաք չաթ, այնտեղ վերջի հայտարարությունը որ գծած է, որ գրել ենք զույգային անառողջ հարաբերություններ, մեր նկարն է հիշեցում, այդ դրա տակ կոմենտների տեղ կա։ Հենց դրա կոմենտներում կարող եք հարցերը գրել,
որտեղ սա մի քիչ հետո արդեն անցնենք ենք հարցերի պատասխանեն, որ ձեր հարցերն ու էլ չսպասենք մինչև դուք հարցերեք, դրա վրա ժամանակ չծախսենք, այլ արդեն հարցերը պատասխանեն։ Այսինքն եթե ընթացքում ինչ-որ հարցեր ունեք կոնկրետ ձեր փորձով, ձեր ընկերոջ, ընկերուհու փորձով ինչ-որ բան ունեք այս թեմայի հետ կապված հարցնելու, հնարավորինս մանրամասն սիտուացիան նկարագրելով հարցը գրեք։ Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզենան, ապա հա, մենք վերջում հենց Telegram-ից ձեզ խոսելու հնարավորություն տանք, այսինքն ձեր միկրոֆոնը կմիացնենք ու դուք կարողանաք հենց բանավորել հարցը ձևակերպել։ Շարունակենք։ Երկրորդը կներես որ ընդհատեցինք։ Մաքիավելիզմը իսկ էլի շատ նման է նարցիսին, այսինքն ինքը ամեն ինչ անում է որպեսզի գրավի, ուղղակի իր բարքի երկրորդ մասը, երբ որ բավարարվում է իր, հա, պահանջմունքը, այսինքն էլի կարևոր լինելու, միակ լինելը, նա սկսում է շատ ուժգին վերահսկել զուգընկերոջը, այսինքն արգելքներ, բավականին, հա, որ ինքը չպետք է ոչ մեկի հետ շփվի, որ չպետք է ինչ-որ վայրեր գնա, որ միայն պետք է իր հետ խոսա, միգուցե խնդրի, որպեսզի զուգընկերը էջերը ջնջի, տղաներին ջնջի, եթե տղայի դեպքում է, հա, եւ հակառակը։ Այսինքն չվստահի իր զուգընկերուհուն, կամ զուգընկերոջը, այսինքն սկսում է մաքսիմալ կառավարել։ Ոստեղ է զուգընկեր զոհի ինչ պետք է անի։ Եվ նարցիսի եւ այս տարբերակում երկրորդի տարբերակում է շատ կարևոր է, որպեսզի զուգընկերը հստակեցնի իր սահմանները։ Նախ զրուցի իր զուգընկերոջ հետ, ուղղակի բնավորության խանգարումներ, դեպքում եթե մի քիչ ավելի բնավորության գծերի խանգարումներ են, զուգընկերները, այսինքն ոչ թե զոհը, այլ բռնարար է տարբերակում, դժվար թե ընդունի, որ իր մեջ կա որոշակի սխալ։ Եվ կմեղադրի զուգընկերոջը կամ զուգընկերուհուն, որ մեղավորը ինքն է եւ իրեն չի հասկանում կամ արժանի չէ իրեն։ Ուղղակի այստեղ պետք է հաշվի առնել, նկատի ունենալ, որ նմանատիպ գծեր կարող են որոշ անձանց մոտ լինել այդպիսի գծեր, բայց դեռ խանգարում չլինի։ Այս տարբերակում շատ կարևոր է խոսել ամեն դեպքում զուգընկերոջ հետ, հա, զոհը։ Շատ կարևոր է, որպեսզի ինքը իր սահմանները պահպանի, այսինքն զոհի կարգավիճակից դուրս գա, եթե շատ ուղիղ ասենք, հա, խոսի, հստակեցնի իր սահմանները, հստակեցնի իր ցանկությունները եւ իհարկե կարող է մեկ դիմել հոգեբանի մասնագետի ամեն դեպքում, եթե իրան ինքնուրույն դժվար է դա անել, եւ երկրորդ բնավորության խանգարումների դեպքում կարող միգուցե նաեւ ուղղակի նրանք բաժանվեն, այսինքն ընդհատի կողմը Այդի լավ ենք ասում, սիրուն ենք ասում, կուտուշ ենք ասում, բայց մենք դες նույն հարաբերությունների ժամանակ օրինակ համար աղջիկը հələ առավել եւս եթե նախկինում ունեցել է չեմ կարող ես խոսամ որ իբր մասնագետ չեմ ամեն դեպքում լավ հարցը օրինակի համար որ մեծացել է երեխան, ես կարևոր չեմ խորքային համոզմունքով, իր ծնողները իրան չեն կարևորել, կամ այն կարևորությունը, որը ինքը ուզեցել է, չի ստացել, կամ դաստիարակության ընթացքում ծնողները առանց հասկանում, բայց լիքը արժեզրկել են, որ հա դու ծեր չես անի, ելնեն, հորոպորտ տաղեն ինչի հասավ, կամ հորոպորտ աղջիկը, կամ տեսան ինգերուհի դու ընդունվեց, դու չընդունվեցիր, ուսենց ամեն անգամ այդ մարդու մոտ ձևավորվում է, որ ես կարևոր չեմ, ես կարևոր չեմ, ես կարևոր չեմ։ Ու ինքը ունենում է կարևոր լինելու sense ասած խիստ կարիք։ Հետո գնում հանդիպում է այն մարդուն, որ ոչ սիրամարգ փոչը բացում է, ու իրան տալիս է այն սկզբի этаպում, չէ՞ որ ինքը պիտի ստա իրեն լավագույն կողմերը, ու ինքը այդ սա կարևորությունը, ուշադրությունը բանը տալիս է, որ այս մարդը դեռ sense ասած կարքին դոզա է ստանում այդ իր կարիքի։ Ահա բավարար։ Հիմա որ ասում ես դնի հարաբերությունները բան զոհի կարգավիճակում չլինի դուրս գա, բայց չէ՞ որ ինքը դեռ մեծ բան է գործում, բաղազի ինչ որ մեկը գոնե ինձ կարևորում է։ Ահա, իր մոտ սկզբնականում ձևավորվում է, որ ինքը այս հարաբերության մեջ կարևոր է։ Բայց հենց այստեղ դրսևորում է այն, որ ինչ որ մի պահից սկսում է զուգընկերը չբավարարել է ես կարևոր եմ պահանջմունքը։ Բայց մեր զոհներ այդ ունենալով, չէ՞ որ ես այդտեղ դոզա եմ ստացել, այդ դոզայի ակնկալիքով շարունակում ամենալ այդ հարաբերությունների մեջ ու դժվարանում է դուրս գալ։ Բայց դա ինչ է։ Այսինքն դաժե ինքը հասկանում է, որ այդտեղ որպես չի էլ ուզում դուրս գա, որ մի հատ էլ հա ճիշտ է, երբ որ հասկանա, երբ որ ուզի ու իրեն դժվար լինի, ինքը կդիմի մասնագետի, հույս ունենք լավ մասնագետի, որ մի բան լավաց ավելի չբարձրացնի, օրինակ եղել է դեպք, որ
եղել է դեպք, որ գնացել էին ամուսիններով, դավաճանությունից հետո, ամուսիններով գնացել էին, կինը ասել էր հնարավոր է փորձենք պահենք, բայց պարտադիր գնանք մասնագետի մոտ։ Ամուսինը ասել էր, օքեյ, ուրեմն գտի քո ուզած մասնագետի, գնանք քո ուզած մասնագետի մոտ։ Գտել էին իր ուզած մասնագետին, գնացել էին մասնագետի մոտ, մասնագետը ասել է նորմալ է, տղամարդի լավաճ ունի։ Ամուսինը դրանից հետո ասել էր, ըհը, դες քո մասնագետն ասում, որ դի նորմալ է։ Եթե ինքը հասկանա էդի ու ուզենա, նոր այդ դեպքում դիմի մասնագետի, վաղ տվերի հանդիպի վստահելի լավ գրագետ մասնագետի, այդտեղ աշխատի մասնագետների անոթնի հաղթարիպես չէ, որ իրենք չեն էլ ուզում, որովհետև իրենք ունեն մնակնկալիք, որ այն դոզա մեկը ես ստանալու եմ, դե լավ ոչինչ ես մի անգամն է, դե լավ ոչինչ, դե լավ նարկոմանի նման է։ Այո, այստեղ շատ կարևոր բան ես ասում, որ դե լավ ոչինչներ չկան, որովհետև եթե մարդը ունի այս վարքագիծը, ըստ հավանականության, եթե կրկնվող արդեն ոչ 1-2 անգամ եղել է, դա շարունակական բնույթ է լինելու եւ երկրորդ հետաքրքիր քո կոմենտը ուղղակի ուզում անել քո օրինակի, որ այսպես մասնագիտական էգոս շարժվում էր ներսում, որ կարծում եմ հոգեբանը բավականին կոպիտ էթիկայի խախտում է արել, որտեղ ինքը չպետք է իր ներքին արժեքներով վալիդացնի ինչ-որ մեկի վարքը, հատկապես զույգային թերապիայում իրավունք չունի մի կողմին պաշտպանել, մյուսին չէ, մենք մաքսիմալ պետք է չեզոք լինենք։ Կներես հենց դրա համար էլ որոշեցինք, որ միտք հարթակը ստեղծենք, որ կարողանանք այնտեղ վստահելի մարդկանց ունենանք, որ հետո եթե մարդը բողոքելու տեղը իմանա, որ եթե միտք հարթակում գրանցված է վստահելի մասնագետ է, այսինքն հանգիստ խղճով կարա դիմի ու դաժե եթե բողոքելու կարիք ունենա, այսօր մենք Հայաստանում չունենք։ Չնայած մենք Հայաստանում չէ, այդ սովետական ոչ մի երկրում կարծում չկա ինչ-որ հոգեբանությունը կոնտրոլանող ինչ-որ օրգան կամ չէ։ Հերաստողություն, գոնե ինչ-որտեղ դες ինչ հիշում եմ, ասում են, հեսա սարքել ենք, բայց հնարավոր չկա վերահսկում ասվածը, այս պահին գոնե եթե բողոքելու կարիք ունի, գոնե կիմանա ուր բողոքի, ոնց անի, ինչ անի։ Հենց դրա համար էլ հարթակը ստեղծելու առաջնային նպատակներից մեկը է եղել, որ նման մարդիկ այնտեղ չլինեն, որ հնարավորինս շատ մարդու, որտեղ այդպես այդ նույն աղջիկը ենթադրում չէ, դες այդ կանգլեմիատել մենտալիտետը, դաստիարակությունը մենք նոր այդ կարծրատիպը կոտրում ենք, որ հոգեբանի մոտ գնալ ամոթ, հաճնում ես մենակս եք արամ, ես ուժեղ եմ, որ եթե հոգեբանի մոտ եմ գնում, ուրեմն թույլ եմ, նոր կարողանում ենք այդ կարծրատիպերից դուրս գանք, այդ մարդը կարողանում է մի կերպ իր մեջ այդ ամենը հաղթահարի, գնա դիմի մի հատ մասնագետն էլ նես բան ասում, դե դրանից հետո ցած ասած արի ու կներես ընդհատեցի։ Եթե վերադառնանք այս դեպքին, հա, նախ այստեղ շատ կարևոր է, որպեսզի դուք հասկանաք, որ մեր սահմանները, այսինքն շատ կարևոր է, որ մենք առաջներ թարգենք մեր սահմանները ու հստակ իմանանք ինչն է մեր համար նորմալ, ինչը ոչ։ Եթե զուգընկերը ցավացնում է մեզ, եթե sense ընդհանուր, հա, ինչ-որ պատճառով, շատ կարևոր է քննարկել, բայց հասկանալ, որ այստեղ ինքը մեզ վնասում է ամեն դեպքում։ Մենք այստեղ կներես, կարծում եմ իրանց հետևորդների մոտ հարց կառաջանա, հա բայց ինչ ուզում ես ասես ամեն անգամվա նեղացնելուց հետո պիտի դնենք բաժանվենք։ Առաջնահերթ պետք է զրուցեն, հասկանան պատճառները, այո։ Եթե վարքագիծը չի փոխվում, այսինքն զուգընկերը չի հարվում մեր սահմանները փաստած, եթե ամեն անգամ մեզ վնասելու է, այս դեպքում այո եւ կարող են բաժանվել։ Ինչի շփտացի, հիշեցի, որ այցելուներից մեկի հետ այցելուն կիներ աշխատել էինք իր հետ, առաջարկել է որտեղ միջազգային հարաբերությունները միշտ ցանկալի է, որ երկուսով աշխատեն, որտեղ ամեն դեպքում միջազգային հարաբերությունները երկու հոգու միջազգային հարաբերության խնդիրներում միշտ երկու հոգու են մասնակիցները ու ճիշտ կնի որ երկու հոգու աշխատեն։ Ու ամուսինը հրաժարվել էր այն հայկական ձևերով ես ընտիր չունեմ դու իրեն բաները։ Վերջում երբ որ կնոջ հետ ավարտեցինք ամուսինը եկել էր հետս կրվում։ Մեր կնգաս սխալ էր դաստիարակել, ես ինչ է ծարել, ինչ չի լսում։ Մի դրոս մեր քննարկենք, հա ժողովուրդ, կարող լինի որ կարա առաջի տպավորությունը լինի, որ ուրեմն հա մենք ասում ենք ու եթե ինչ-որ բաներ բաժանվեք, չէ, այդ չեք ասում, ասում որ պետք է քննարկեք ու դեր սահմանները հստակ պահեք։
Իսկ եթե ձեր սահմանները հետ են տալիս, այսինքն պատկերացրեք դուք երկու երկիր եք պատերազմող, դուք ի սկզբանե ձեր սահմանները թողել եք, հատել են, եկել են, հասել են ստեղ։ Դա պատերազմող չէիք։ Ձեր սահմանները հատել եկել հասել են ստեղ։ Հետո դուք տեսել եք, որ ձեզ դրանից վատ է, ու հիմա ուզում եք ձեր սահմանները վերականգնել։ Բնականաբար, երբ որ դուք այս սահմանները ուզում եք վերականգնել, ոչ մեկ ձեզ չի ասել վեստի համեցեք, այսինքն բնականաբար դիմադրություն լինելու է ձեր զուգընկերոջ կողմից։ Բայց այդ չի նշանակում, որ դուք կոնֆլիկտային եք կամ դուք ես եք անում, այդ եք անում, այդ ընդհանրապես նշանակում է, որ դուք սկսել եք ձեր սահմանները դրելու ճանապարհը եւ այո, դա մեզ չի, որ հեշտ ճանապարհը, ասած, ժողովրդի լեզվով ասած, հալած յուղած գնալու է, այո, կոնֆլիկտներ լինելու են, սա հորդոր չի բաժանվելու, սա ավելի շատ հորդոր է ձեր սահմանները պահելու ու ձեր եսը ավելի շատ հարգելու ու սիրելու, լավացի։ Այո, գերադաս։ Այստեղ նաև բայց շատ կարևոր է հիշել, որ առհասարակ բռնարար ոչ առողջ հարաբերություններից դուրս գալը բավականին դժվար է։ Հատկապես այնտեղ կան շատ կապեր, ինչպես ասում էի, պահանջմունքների հետ կապված, խորքային որոշակի համոզմունքներ կարող են լինել ու հատկապես մենք ոչ առողջ հարաբերություններ ընտրում ենք կամ ենթագիտակցաբար սովորաբար գնում ենք այն ժամանակ, երբ որ մենք ի սկզբանե ունենք որոշակի խնդիրներ եւ ուզում ենք այդ ոչ կարևորը, ես կարևոր եմ բավարարել։ Այսինքն, եթե մենք մեր կյանքում սովորենք մեր հիմնական պահանջմունքները, եթե նկատեցինք, որ այդպիսի խնդիր ունենք, բավարարել, այսինքն ինքներս սկսենք մեզ համարել կարևոր, լուծել մեր ինքնագնահատականի խնդիրները եւ շատ հաճախ մենք ուղղակի մեր ոչ առողջ ընտանեկան մեր ծնողների հետ հարաբերություններից շատ բաներ տանում ենք զույգային հարաբերություններ եւ ուզում ենք զույգային հարաբերություններում դա բավարարվի։ Երբ որ մենք դիտակցում ենք, որ մենք ունենք խնդիր, եթե հատկապես նմանատիպ հարաբերությունների մեջ բարբերաբար ենք մտնում, շատ կարևոր է մենք սկսենք մեզնից ուղղակի բավարարենք մեր պահանջմունքները, հիմնական խորքային համոզմունքները, ավելի դրական դարձնենք եւ այդ դեպքում ավելի քիչ հավանական կլինի, որ մենք կգտնվենք զոհի կարգավիճակում։ Մի հատ էլ հարց տամ։ Ասում եմ, տես, ամուսիններ են, ապրում են, օրինակ, միջին սոցիալական վիճակում, աշխատում են, ծերին հասցնում են, երեխա է, այս այն, երբ որ հերթը հասնում է կնոջ համար ինչ-որ բաներ առնելուն, դրա համար գումար չկա, հարմար չի, հիմա դրա վախտը չի։ Բայց ընկերոջ կնունքի գնալուց նվեր առնել, են մեկից տեղ գնալը, դե պետքա, դե պետքա։ Հիմա ստեղ կինը դա ոնց գնահատի, դա առողջ չի, թե նորմալ է, թե սուտիկի սոցիալական նորմեր են, որ պետքա պահվի շրջապատաբանությամբ, չի գնանք այդ մարդու, բայց դե գոնե թեկուզ, չգիտեմ, պարտքով պողել վեկանին դե ամոթ չլինի, բայց դե ոչինչ քո ուզածները ոչինչ չստասի։ Մի էս նորմալ չի, կա ինչ-որ սահման, կա ինչ-որ вообще ոնց է։ Մի քիչ խառնիչն է, դե սիրուն դասական չտորում։ Հասկացա։ Այստեղ կարծում եմ առաջնային նաև կնոջ խնդիրն է, որքանով է ինքը սովորել իր պահանջմունքները բավարարել։ Շատ է, այսինքն որքանով է ինքը կարևորում իր ցանկությունները։ Կներես ընդհատեմ, ինքը սովորել է չկարևորել, այդտենց ինքը չի իմացել, որ կարելի է կարևորել, որտեղ տենց էլ փուճու ժամանակ ունեցել եկել է, որ դե ոչինչ հատերի, ոչինչի մի հարմար չի, ոչինչ այն խանութ մտնելուց էս ինչն եմ ուզումից սկսած, բայց ես չեմ էլ ասում, որ երեխան ինչ կապրեզ արես պետք է միանգամից բավարարեք, այդ չեմ ասում։ Ինքը տենց մեծացել է։ Հետո զգացել է, որ նեղում, սկզբում այդ իր համար նորմալ է եղել, իմացել է, թե սիրել է ստացել նոմա, ավելևս տուներ մոդելներ ունեցել է, գնացել է տենց սիրող ընտանիք։ Ասում են իմ երեխեքն ունի, ապրում են, դե ընտանիքը դե դժվարություն է, նորմալ է, ապրում են։ Բայց կամաց այդ մարդը սպառվում է։ Հետո մի երկու հատ էլ հաղորդում ասում բան, ասում, բայց պրինցիպի հայ, բայ ես ետ։ Այսինքն առողջ հարցեր եմ մտարել։ Հա, ինքը սկզբում մեզ չի էլի, որ տենց առողջով եկել է, իր այդ առողջը ասած հասունացել է, կամ իր խնդիրը այս ժամանակ այդքան մեծ չէր, որ ինքը դա նկատեր, այդքան չէր խեղդում, ու ինքը մտել է այդ հարաբերությունների մեջ, հիմա եկե հասել է այդտեղ, որ արդեն սկսել է խեղդել, որ ինքը սկսել է մտածել դրա մասին, մտնել ինչ-որ հաղորդումներ, լսել ինչ-որ բաներ, կարդալ, ու արդեն ոնց որ իրան դա նեղացնում է, իմաստել ինքը ինչ պետք է անի։ Սկսի բավարարել իր պահանջմունքները, այսինքն հարմար չի։ Ում հարմար չի։ Ընտանեկան բյուջեի։
ընտանեկան բյուջեին մոտավոր հասկանում ինչ հարց ես ուզում տալ, ինչ ես ուզում ասել։ Այստեղ շատ կարևոր է, կոպիտ ասած նայ այն դերի բաշխումը որ ասեցին, դերի բաշխումը որ ասեցին, չէ։ Տեկինը տուննա, դու մեկը պետք է մնաս նոմերը տեկին Պարեսպաները մաքրել, դու մնա դրան կարա, ես եմ աշխատում, իմ կողմա, ես եմ որոշում, որովհետեւ դրա համար մենք տող չունենք, դրան հարմար չի, իսկ ես ինչին հարմար, դե աս։ Այստեղ ինձ թվում է առաջնայինությունները պետք է վերադասավորել ամեն դեպքում, հասկանալ, որ եթե մենք ուզում ենք հարաբերություն կառուցենք ու լինենք հարաբերության մեջ, առաջնայինը մեկ միավորի պահանջմունքը։ Այսինքն մենակ ամուսնու պահանջմունքը չի առանձին կամ կնոջ առանձին, իրանց երկուսին է կարևոր է, իրանք մեկ միավոր են։ Դե բայց դա ամուսինն է հասկանում, չէ՞։ Պետք է իրան ասել դա, այսինքն պետք է առաջնային։ Բայց դա ամուսնու հարմար չի։ Լավ, այս դեպքում պետք է առաջնայինությունները դիտարկել, հա, օրինակ ավելի կարևոր են հարևանների կարծիքը, թե ընկերոջ կինները, իհարկե այդ ամուսնու համար, այդ արժանապատվող ամուսնու համար ավելի կարևոր կլինի ընկերների ասացիան, ընկերների կարծիքը, քան թե իր կինը, որ մեկը դուքում ես, yəni շարունակում ես ինչ ասում դրա վաղը չի։ Սա ոչ առողջ հարաբերության մի հատ օրինակ է։ Հա, բայց կինը ինչ անի։ Առաջնահերթ պետք է փորձի նա ինքը բավարարել իր պահանջմունքները, այսինքն ամեն դեպքում ամուսնու հետ խոսել կամ վստահեցնել իր սահմանները, որ օքեյ, այս ընթացքում էսպես է եղել, բայց ես գիտակցել եմ, որ ես այս պահանջմունքն ունեմ, ու ես ավելի կարևոր եմ, քանի որ դու ինձ ընտրել ես ամեն դեպքում որպես կին։ Ու ինչ ես հարցում այդտեղ ամուսինը ասելու է օքեյ։ Ինչ կասկածելի է իր օքեյը։ Դա ինչ պետք է անի։ Բաժանվի։ Եա, բաժանվի գնա հետո ոնց ապրի։ Զարգացնի եսը, գտնի աշխատանք։ Օքեյ, ինչքան տարեկան են երեխաները։ Բանը ասել է։ Իրականում, հա, շատ հաճախ մենք այդ գցում ենք երեխեքի վրա, մեր այդ վախը, որ մեր մոտ չի ստացվի, ես ինչ է, ինչ ու երեխեքով արդարացնում ենք մեր որոշումը շարունակել այդտեղ մնալը, բայց գոնե այդտեղ էլ, չգիտեմ, ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ ասում ամուսինս ինձ նեղացրեց, այս հարցերից լավ, իսկ դրանից հետո ինչ փոխվեց։ Ինչ փոխվեց դրա հարաբերությունների մեջ։ Ասում ես իմացա, որ ինքը ինձ դավաճանում է, դրանից շատ եմ նեղում, ասում եմ հետո, ասում դե հետը չեմ խոսում, ասում եմ ուրիշ, ասում դե ուրիշ այդքան է։ Առավոտները ճանապարհում ես, այո, հաց տալիս ես, այո, շորեր լվանում ես, այո, հարտուկում ես, այո, իրիկունը տունը գալիս սպասում ես, որ գա դիմավորես էլի հաստատես, այո, բա ինչ փոխվեց այդ մարդու կյանքում։ Ոչ մի բան, դա ինքն ինչ որ բան փոխի։ Այսինքն հա, խոսքը միանգամից բաժանվելու մասին չի, բայց այդ ձեր եսը առաջ տանել, ձեր սահմանների մասին խոսալ, ձեր կարիքների մասին խոսալ ու կոպիտ ասած, եթե դուք ինչ-որ բան կորցնում եք, դուք մինուս եք, չէ՞ գնում։ Դուք ոնց եք մինուս գնում, տալիս եք ինչ-որ բան, դրանով եք մինուս գնում, եւ դրա դիմաց ինչ-որ բան եք ստանում, որը ձեր մինուսը բավարարի։ Հիմա եթե այդ ստացածը չեմ ստանում, ուրեմն տվածը մի քիչ պակասացնեմ, ինչ-որ բալանսի վրա է։ Ներքին ինչ-որ բալանսի վրա է։ Այո։ Տարբերակ է, էլի։ Շանտաժ անենք։ Մանիպուլյացիայի հոտ է գալիս այդ ամեն ինչից, բայց որոշակի ամեն դեպքում հավասարություն բերելու իրականում այս թեման այն թեման է, որ տեսակետները շատ կարող լինեն, որովհետև սիտուացիաները կարող շատ լինեն, ամեն մեկը իրաց նյուանսներով ու բնականաբար չեն կարող մենք մի ժամվա մեջ, դաժե եթե 6 ժամը խոսենք, սա սիտուացիաներ չեն կարող ապրենք, բայց ընդհանուր պատկերացում երևի թե կազմեցին մեր լսողները։ Հիմա անցնենք հարցերին։ Ինչ հարցեր ունենք, ստեղ մեզ հարց են գրել, ինչքանով է վտանգավոր մակիավելիզմը եւ ինչպես այն հաղթահարել։ Կարծես մի փոքր խոսել ենք դրա մասին ամեն դեպքում։ Ամեն վտանգավոր է ինչքանով, հա որքանով ինչու է վտանգավոր, նախ, որովհետեւ անընդհատ եթե զուգընկերներից մեկը պարբերաբար սահմանափակում է դիմացինի շարժը, էմոցիաները, կարիքները, բնականաբար մինիմում այստեղ հուզական այրում կարող է լինել, այսինքն մարդը հյուծվի, ինչպես Ռաֆայելն ասաց, ինչը իրաց տերմինն է, նևրոզ ունենա, կամ դեպրեսիայի մեջ ընկնի, այսինքն շատ հոգեսոմատիկ խնդիրներ կարող են առաջ
առաջանալ եւ անգամ ծանրագույն դեպրեսիա։ Վտանգավոր էր դրանով։ Այո։ Այսինքն վտանգավոր էր նրանով, որ դրա արդյունքում կարող տեղի ունենա էմոցիոնալ սպառվածություն առաջանա, դրա արդյունքում առաջանան այդ էմոցիոնալ սպառվածությունները, եթե ավելի մանրամասն կամ ավելի մի քիչ ճակատներով բացածացեմ, նեգատիվ էմոցիաները ավելի շատ լինեն։ Բայց սակայն էմոցիաները շատ լինեն, հյուծելիություն լինի, մարդը ուղղակի ուժ չունենա ոչինչ անելու, ցանկություն չունենա ոչինչ անելու, ունենա տարբեր ցավեր։ Մի քիչ հիմա եթե ավելի մարդավարի լեզվով ասեմ, նեգատիվ էմոցիաների արդյունքում իր տրամադրությունը գնում է, քննախորժակը խախտվում է, սկսում է նորմալ չքնել, նորմալ չվերականգնվել, բացի դրանից ընդհանուր մարմնի արտամկանային ակտիվությունը բարձրանում է, դրանից սկսում են այդ պսիխոսոմատիկ դրսևորումները, եթե մի հատ էլ չի հասկանում էդի ոնց է առաջանում, մի հատ էլ դրանից հավաքվում ու դառնում են խոճապի գրող ասվածները, կամ որ գալիս է ասում բժշկյան նևրոզում, այդ է դառնում, կամ ընդհանուր առումով դաժե դեպրեսիա բառը ինքը իրանով իր մասին ասում է դեպրեսիա, այսինքն վիճակ պրեսինգից հետո, էմոցիոնալ ու ֆիզիկական սպառվածությունից հետո ուղղակի մեր ուղեղը պաշտպանական առումով կոպիտ ասած բլոկ է դնում, ակտիվացնում է էկոնոմ ռեժիմ վիճակ, որ մենք ոչի բան չուզենք, ոչի բան չանենք, ոչի բանով չհետաքրքրվենք, դրանց մի տեղ գնանք զայրացնենք, դա վտանգավոր է դրանով, ճիշտ ասացի, չէ՞։ Այո, իջնի ինքնագնահատական է։ Ինչեր եւ ինչպես այն հաղթահարել։ Ահա։ Ինչքանով է վտանգավոր պատասխանեցինք, ինչպես այն հաղթահարել։ Եթե ասենք շատ կոնկրետ կարճ ասենք, հա առաջինը նախ եթե նմանատիպ կետեր տեսնում ենք մեր զուգընկերոջ մոտ կամ մեզ մոտ, եթե մեզ մոտ ենք տեսնում, ամեն դեպքում գնանք հոգեբանի հետ աշխատելու, շատ կարևոր է, հա հասկանանք ինչ ենք մենք այդպես անում եւ լուծենք մեր տրավմաները կամ ոչ առողջ սպասելիքները զուգընկերոջից, հա խանդը եթե որտեղ կառավարելը տարբեր ասպեկտով կարանի, հա կարող դրսևորվի խանդ, մանիպուլյացիաներ, առասեպ ուղղակի սահմանափակումներ, հա Եթե զուգընկերոջ մոտ ենք ամեն դեպքում տեսնում, շատ կարևոր է առաջինը արձագանքել, այսինքն խոսել իր հետ, հա, ոչ թե ասել չէ ոչինչ կանցնի կամ հետո կխոսենք եւ այլն, այլ հենց ուղիղ ասել, որ գիտես, սենց բան կա, սա իմ սահմանների ամեն դեպքում ոտնձգում էին սահմաններին, այսպես ասած, հա։ Մեր տներին ամոթում կամաց սահմանների սահմանների։ Այո։ Նո իրականում կարծում եմ սենց չենք կարող էլի ինչքան էլ ասենք այնց հստակ ասենք այ SSS կետերը որ անես կհաղթահարես ընդհանուր կարծում եմ արդեն բարձ էր իսկ ավելի մանրամասն բնականաբար եթե զուգընկերոջ մոտ եք նկատում այո խոսեք իր հետ ձեր սահմանների մասին ոնց որ ասեց մեր սիրելի Լիաննան եթե մարդկա օրինակ լինում են դեպքեր որ մարդկա ինքը իր մոտ է նկատում այդպես բան ու մտածում կարող է ես նարցիս եմ կարող է մոտ այդպես բան կա եթե ձեր մոտ եք նկատում այդպես բան ապա մի հատ Եթե այդ հարցը դեռ մոտ առաջացել է, ապա դժվար դուք նարցիս լինեք, եթե այդ կոնկրետ նարցիսիզմի մասին ենք խոսում, բայց ամեն դեպքում այդ բառերն կարելի է այցելել մասնագետի հետ զրուցել, թեկուզ ասել խորը անալիզ, թեկուզ պրոստը մի անգամ հանդիպել, հասկանալ մի րոպե вообще վիճակը ոնց է ինչը։ Ու ոնց որ միշտ ասում ժողովուրդ ամեն օր լվացվում ենք, ամեն օր չգիտեմ, լողանում ենք, ես ենք անում ֆիզիկական մարմնի հիգիենան ամեն օր պահում ենք, հոգեբանի մոտ գնալը որպես հոգեկան առողջության հիգիենա պահել Դա մեզ չի էլի, որ եսի միշտ պետք է լինի, որ նոր գնաց։ Հայավարի այն վիճակը, որ դանակը թողենք հասնի ոսկրին նոր գնանք տենենք, ինչ ենք անում, չէ, ընտրեք, գտեք ձեզ համապատասխան մասնագետ, ում կվստահեք, ու ունես չի, որ բժշկական ոլորտում էլ, ընտո մեքենաների գործում էլ ոնց է, գնում եք մի խադավիկի մոտ, դրան չեք հավանում, հետո գնում եք այն մոտ, մինչև ձեր մասնագետին գտնում եք։ Գտեք ձեր մասնագետին, վստահեք իրան ու Ինչի՞ չէ, շփվեք ընթացքում, թեթևացեք, քննարկեք, եթե ուզում եք ինքնաճանաչումով զբաղվեք, ավելի խորը այդ этаպներն անցեք։ Այս ոնց որ մի հատ էլի հորդոր այդ կարծրատիպը կոտրելուն ուղղված։ Так, մյուս հարցը։ Իսկ եթե զույգերից մեկը որոշում է վերանայել իր վերաբերմունքը, այդ ձեր թվարկած գործողություններից հետո, հաց չդնել, հաշվի չառնել, հնարավորություն տալ, թե ոչ։ Իսկ եթե զույգերից մեկը որոշում է վերանայել իր վերաբերմունքը այն թվարկած գործողություններից հետո, օրինակի համար դավաճանությունից հետո, մյուսը որոշում է վերանայել իր ու հաց չի տալիս, կամ ես ինչի չի անում, այն չի անում։ Հնարավորություն տալ, թե ոչ։ Հնարավորություն տալ, այսինքն սպասել չբաժանվել, տենալ ինչ-որ բան փոխվում է, թե չէ, ճիշտ եմ հասկանում։ Եթե կարելի է, եթե հնարավոր է, դուք դեռ լսում եք մեզ, կարող եք վերաձևակերպել մի հատ հասկանանք հարցը։
Մենք կարող իրականում միկրոֆոնը միացնենք ու բանավոր խոսանք։ Ձեզ հարմար է ցանկություն կա, որ միկրոֆոնը միացնենք բանավոր խոսանք, որ այդքան չգրվենք։ Չէ, որ դուք ձայնային ուղարկեք, մենք ձայնային չենք կարելի լսենք։ Ես ճիշտ ասած մի քիչ այլ կերպ հասկացա հարցը։ Դրա համար հեսա սպասենք, ոնց որ գրումը փիչատե։ Հա, օքեյ։ Լավ, կարող անցնենք մյուս հարցին, մինչև որ խնդրեմ օրինակների մեջ կներառեք նաև նույնասեռական հարաբերությունները։ Ну, այս տարբերակում ընդհանրապես կապ չունի հարաբերությունը նույնասեռ հարաբերություն է, թե հետերոսեքսուալ հարաբերություն է, իրականում բոլոր կոնֆլիկտները, բոլոր հարաբերություններում էլ կարող են լինել։ Մենք խոսում ենք միջազգայինի մասին, այսինքն անձանձի սահմաններ, տարբերություն չկա։ Չէ, ձայնայինով հարմար չի, որ մենա ասում է, հա, արժի հնարավորություն տալ, որ բաժանման չհասնի։ Եթե զուգընկեր ամեն դեպքում փոփոխել է վարքը եւ միգուցե, հա, այդպես կոնտրմանիպուլյացիայից հետո կոնտրմանիպուլյացիան է նա, երբ որ ինքը որոշակի ձեզ այս տարբերակում, հա, այդ օրինակի տարբերակում, եթե սկսել է իր պահանջմունքներն չբավարարվել, այդ պատճառով նա վերանայել է վարքագիծը, այս դեպքում երևի թե լավ կլինի ամեն դեպքում զույգերը քննարկեն հարաբերությունը, իրենց սահմանները եւ թե ինչ ցանկություններ ունեն, ինչ նպատակներ ունեն կամ ոնց են ուզում իրենց հարաբերությունը լինի, ոնց են ուզում ինչպես արտահայտեն սերը, այսպես ասած, իրենց զգացմունքները, հա, ինչի կարիք ունեն, եթե բավարարվում են, ինչու ոչ, կարծում եմ արդեն իրենք կիմանան, հա, հենց զուգընկերը կիմանա, ինչ է ուզում, իրեն բավարարում է արդեն այդ վարքը, թե ոչ։ Ու ոնց որ սիրում եմ ասել, միշտ պետք է զույգերը հիշեն, որ դիմացինը ոնց որ ծաղիկ լինի, անպարտադիր չի կիննա ծաղիկ, ծաղիկ է, որպես օրգանիզմ, հա, որ պետք է աճի։ Մենք դիմացինին պետք է ջրենք ոչ թե մեր իմացած ձևով, այլ իր անհրաժեշտ ձևով։ Որտեղ մենք կարող ենք մտածենք, որ հոդեանում եմ էլի հերիք, էլի, հոդե այդքան նոնում եմ, բայց այդ ծաղիկին այդքան ջրելը հերիք չի, կամ այդքան ջրելը իրականում իրան շատ է, ինքը կարող դրանից չորանա։ Դրա համար ոչ թե մեր պատկերացրած որ դա պետք է անենք, այլ հարգենք դիմացինի կարիքները ու փորձենք իրանը բավարարենք, ոչ թե մեր պատկերացումները բավարարենք։ Այստեղ կուզեի ավելացում անել, միտք եկավ ուղղակի, որ կարելի է ասել, որ նախ այստեղ շատ կարևոր է հիշել, որ մեր սիրո արտահայտման լեզուները եւ կարիքները տարբեր են եւ կարող են մեր զուգընկերոջ հետ պարզապես չհամապատասխանել։ Այսինքն ինչ որ մեկը սիրում է օրինակ նվերներով, մյուսը սիրում է գրկախառնություն եւ այլն, այսինքն ի սկզբանե լավ կլինի ամեն դեպքում իրենք քննարկեն, հա, դուք քննարկեք ձեր զուգընկերոջ հետ, հասկանալու համար, թե դուք ոնց եք սպասում, որպեսզի ձեզ կսիրեն, կամ ոնց եք հասկանում այդ սերը։ Ու մեկ-մեկ լինում է, երբ որ օրինակ եթե օրինակ քո սիրո լեզուն, չգիտեմ, օրինակ եթե քո սիրո լեզուն օրինակ գրկախառնվելն է եւ քո զուգընկերուհու սիրո լեզուն նվերներ տալն է կամ ստանալն է, եթե դու անդադ գնաց իրեն գրկես եւ նվեր չտաս, նա կմտածի, կարող է մտածել, որ ինքը դու իրեն չես սիրում, բայց իրականում կարող է ուղղակի զուտ տարբեր սիրո լեզուներ լինեն, այսինքն այս մի մասը շատ կարեւոր է քննարկել նաեւ։ Դրա համար պետք է այն որ ասի փոխադարձ իրար կարիքներ բավարարելը ու միշտ էլ որ ասում եմ պետք է կոպիտ ասած իրար եսը կերակրենք, սնուցենք, այո, մեկ-մեկ գրկենք, մեկ-մեկ նվեր տանք։ Մոտավորապես sense։ Կարող է լինել, բայց շատ նաեւ կարեւոր է ամեն դեպքում փորձել բարձրացնել։ Որն է սիրո լեզուն։ Էլ հարցեր չունենք։ Так, ովքեր ուշ էին միացրել, կամ այս դեպքում ասում չեմ հիշում, ես կաղոզապիսը մի քիչ ուշ էի միացրել։ Այսօր մեր բանել էի ուզում ասել, մտքից եկավ։ Վերջում միշտ չէ, տորթը միշտ վերջում են մատուցում։ Վերջում հիշեցի։ Այո։ Այստեղ նաև շատ կարևոր է ամեն դեպքում հասկանալ, որ մենք կարող ենք տարբեր սպասելիքներ ունենալ, ու զուգընկերը միշտ չի որ գուշակում ամեն սպասելիքները եւ մտքերը։ Հատկապես տղամարդը։ Սեքսիստական բաներ։ Սեքսիստական տղամարդը գուշակել չգիտի։ Տղամարդը դե ուղիղ ասի։ Իրականում անկախ սերից բոլորին համել մեզ այստեղ տեսք գրել էին, որ բան հարաբերություններ հետ կապված նոր հասկացա, որ հարցը լավ չէին կարդացել, օրինակներ էին ուզում։
Զուտ օրինակ էին ուզում։ Հա, որ օրինակները նաև նույնասեռ հարաբերությունների մասին են բերենք։ Մենք ուղղակի կամայական հարաբերությունների մասին ենք օրինակներ բերել, այնպես որ առաջին եկավ մտքին ասացինք։ Ինչ է ասում, որ օքեյ, չգիտեմ տղամարդիկ չեն հասկանում իրենց պետք է ուղղ ասել թե չէ կամ կանանց մոտ ոնց է, իրականում ցանկալի է շատ ուղիղ մեր կարիքների մասին խոսենք։ Եվ խոսենք շատ ամենաուղիղ հնարավոր ամենաուղիղ եւ པարզ ձևով, որտեղ այո, դիմացինը գուշակ չէ, մենք կարող ենք հատկապես հայոց լեզուն բավականին հարուստ է եւ մենք կարող ենք նույն բառը տարբեր կերպ ընկալել, հատկապես թե ինչ փորձառություն ենք ունեցել այդ բառի հետ, հա, մանկուց ի վեր, հետեւաբար ինչքան ուղիղ եւ པարզ խոսենք մեր կարիքներից եւ ցանկություններից, ակնկալիքներից, մտքերից, վախերից, այդքան ավելի առողջ կլինի մեր հարաբերությունները։ Երկուստ է։ Այո։ Ու էլի կապ չունի, թե ինչ հարաբերությունն է։ Մեծաշով ընկերական հարաբերությունն է, պարտադիր չի զուգընկերային ինչ-որ տենց հարաբերություն լինի։ Ընկերական առողջ հարաբերություն։ Ինչքան պարզ խոսենք, այդքան ավելի լավ։ Այսինքն չթողնել տղամարդու ֆայմինը։ Այո, միանշանակ այո։ Ու դուք էլ հիշեք, որ տղամարդը, ես առաջին հատից ես պատասխանեցի, ինքն էլ գուշակել չգիտի, դուք էլ գուշակել չգիտեք։ Մենք ոչ մեկս մտքեր կարդալ չգիտենք ու գուշակել չգիտենք։ Ու նույն բանը մասին դուք կարող ունենաք այն հաճախ մեմա չէ, ֆորում որ պարկած են զույգերով, այնտեղ կինը մտածում է, որ հաստատ էլի իր սիրունիների մասին է մտածում, այնտեղ տղամարդը вообще մտածում է իր գործերի մասին, ավտոյի ողը փոխելու վաղն այսային, բայց ինքը մտածում է, որ հաստատ էլի չեմ ինչ է մտածում։ Մենք մտքեր կարդալ չգիտենք, ու սեքսիստական բան ասեմ, տղամարդու ուղեղը մի քիչ ավելի նեղ է աշխատում այդ առումով, խնդիր լուծում։ Համաձայն չես։ Եթե խնդիր չկա լուծելու բան կա, հասարակ օրինակն է։ Եթե խնդիր չկա լուծելու բան չկա։ Ասում եմ всё։ Մաթեմատիկայի օրենքն է։ Всё, հիմա անգնում եմ քո հետևից, նայ։ Կինը ունի լիքը շոր հագնելու։ Բայց ինքը էլի է, չէ՞ շորառնում։ Okay, ինչի հենց կոնկրետ կինը, լավ։ Որովհետև տղամարդը եթե ունի հագնելու շոր, որպես կանոն ինքը չի։ Կոշիկ տղամարդ ունի, կոշիկ որը ինքը հագնում է նորմալ։ Քանի տղա ստատիստիկա ասեմ, քանի տղամարդը կգնա նոր կոշիկ առնելու, եթե ինքը ունի։ Հետազոտություններից չեմ տեսել։ Հետազոտություն չէ, բայց թեկուզ քո ստատիստիկա, թեկուզ քո շրջապատը, թեկուզ քո ունեցածը կան բազմաթիվ տղամարդիկ, որի շատ կոշիկներ ունեն ու հագուստ։ Ես հասկացա, չէ, դի մի քիչ շրջապատի մասին է խոսքը։ Իսկ տղամարդը եթե մեքենայից ձայն չի գալիս, երբ է տանում։ Ժողովուրդը տղամարդիկ կան, էլի, լսողները, ասեք, եթե ավտոյից ձայն չի գալի, ավտոն տանում եք սարքելու։ Եթե որ կոշիկի խնդիր չունեք, գնում եք կոշիկ առնելու։ Հələ հետաքրքիր է, էլի, զուտ արի ստատիստիկա հավաքենք, ինձ հիմա։ Բայց ինչի մենակ տղամարդիկ, եթե ավտոյից ձայն չի գալիս, կինը չի տանի սարքելու։ Բայց հագուստի առումով եթե եք գնանք։ Հագուստի առումով ես անկեղծ շատ տղամարդկանց եմ ճանաչում, ու միգուցե դու էլ ես ճանաչում։ Դեմ չեմ, եթե գոհեն ազատած բազար տենց է, բայց եթե նայենք ճշով մեծամասնությունը։ Ոնց է ասում։ Շորը դնելու տեղ չկա, բայց ինքը արդեն ժոր չունի։ Այդ որտեղից է եկել խոսքը։ Ինչի է այդ խոսքը։ Հաստատ տղամարդուց։ Okay, լավ, всё, դու կրեցիր։ Հա, ոչ չենք թողում տղամարդու ֆայլին, նույնը տղամարդիկ ջան, չենք թողում կնոջ ֆայլներ։ Ուղղակի ասում ենք, որ ձեզ պետք է այսիշ բան։ Որովհետև եթե ինչ-որ կարիք ունեք, հստակ ասում եք իրանց, ու կապ չունի տղամարդն է, կինն է, ու հետերոսեքսուալ է, թե ինչ։ Կարևորը կապ չունի ինգերական հարաբերությունն է, սիրային հարաբերությունն է, ինչ հարաբերությունն է, կարևորը ձեր կարիքների մասին ուղիղ խոսակ առանց նամյոկների կամ զուգահեռների, որ ես ինչն ասեցի, բայց դու էնի հասկացի։ Ինչքան ուղիղ ասեք, այնքան ուղիղ կստանաք։ Այդ վերաբերում է եւ տղամարդկանց եւ կանանց, մենք հեսա եթերից հետո մի քիչ առանձին իրար կկրվենք։ Չէ, այս ուղղակի մի քիչ ավելի ժիվոյ։ Այո, փորձել ենք անկեղծ եւ բաց լինենք։ Այստեղ հաստատում են, նայած տղամարդը հաստատում է, всё։ Չէ, ես ասեցի հենց սկզբից, ես մասնագետ չեմ, աշխատում եմ մնամ չմասնագետի կարգավիճակում, որ մի քիչ ավելի հետաքրքիր լինի։ Okay, всё, ուրեմն հարցերը կարծես թե ավարտվեցին։
Հիշեցնեմ մեր այսօրվա հյուրն էր Լեան Աթերզյանը, կլինիկական հոգեբան, մեր միտք հարթակի իմ վստահելի մասնագետներից մեկը, իմ շատ սիրելի ընկերը, ում հետ կարաք շատ հանգիստ աշխատեք թե միջազգային հարաբերությունների հետ կապված խնդիրներով, թե ինքնագնահատականի, թե կանացիության, թե այլ խնդիրներով կարող եք դիմել, աշխատել իր հետ։ Իսկ մենք միտք հարթակի շրջանակներում շարունակաբար ունենալու ենք նման հանդիպումներ, էլի on-line-ով, այսինքն հարթակին, ալիքին, հատկապես Telegram ալիքին շարունակեք հետևել, հավելվածը ձեր մոտ ունեցեք, որովհետև ստեղ էլի համ ալիքում կարևոր օգտակար նյութեր ենք գցելու, թե Instagram-ում էլի, թե Facebook-ում էլ, բայց հիմնականում կարող ենք Telegram-ը եւ web-ը, այսինքն սայթը, ոչ թե հավելված, այլ սայթը, որովհետեւ դեռևս հավելվածում приложение-ի մեջ հոդվածներ, բաներ, տենց օգտակար նյութեր դնելու տեղ չկա, բայց դրանք հիմա տեղադրվում են կայքում, ընդդեմ ընդհանուր կրթական, հոգեկրթական ինֆորմացիա կարող եք գտնել, կարդալ, իսկ Telegram-ում էլ շարունակում եք հետևել, որովհետեւ ստեղ եք դնելու ու զեն շարունակական եթերներ ստեղ ունենալու ենք։ Հաջորդ անգամ կարծում եմ կհանդիպենք հոգեբուժի հետ, բայց իր գրաֆիկի հետ էլ պետք է հարմարացնենք, դրա համար տեսնենք։ Մեր հոգեբուժներից կարծում եմ կհանդիպենք Փաշիկյան Գևորգի հետ ու կորոշենք թե ինչ թեմային քննարկում։ Դուք էլ ընթացքում կարող եք գրել թե ինչ թեմայի կցանկանաք անդրադառնալ, որ երբ որ համապատասխան մասնագետի հետ արդեն օրինակի համար կարող է մանկական հոգեբանության հետ կապված հարցեր եք տալիս, օրինակ դա ենթադրենք հոգեբուժի հետ չենք քննարկի, դա հետո կմնա, երբ որ ավելի շատ մանկական պրակտիկա, մանկական հոգեբանությամբ զբաղվող պրակտիկ մասնագետի հետ հանդիպենք, դա իր հետ կքննարկենք։ Եթե օրինակ 13-14 տարեկան երեխայի մասին է խոսքը ու դեղորայքային հարցով, դա արդեն հետո մենք ունենք նաև մասնագետ մանկական հոգեբուժ, իր հետ կհանդիպենք հարթակում էլի ունենք, հենց մեր հարթակում էլի գրանցված է, կարող եք իր մոտ էլ գրանցվել, մեր հարթակի բոլոր մասնագետներն են, այնտեղ որ դուք այն մարդկանց համար եմ ասում, ովքեր որ приложение-ին ծանոթ չեն, հավելվածին ծանոթ չեն, ներդրնում եք App Store-ից կամ Play Market-ից, այդ բոլոր մասնագետները մասիվ խոսում են, այնտեղ կան, հենց այնտեղից է կարեք իրացում գրանցվել։ Ասենք նույն մանկական հոգեբուժության հետ կապված հարցերը, որ դեղորայքային հարցերն, դոզաներն, մոտեցումներն, իրանց տարբեր է, այդ արդեն կքննարկենք համապատասխան մասնագետի հետ։ Այսինքն ձեր հարցերը ընդհանուր գրում եք, որ երբ որ ու շարունակում եք հետևել, որովհետև այդքան հարցերի մեջ կարող է ինչ-որ բաներ կորել, մոռացվեն, դուրս մնան ցուցակից, որ հենց հանդիպման ժամանակ էլ, եթե ինչ-որ հարցեր դուրս մնացած ունեն, դուք նորից էլի գրեք, հիշեցնեք, որ ձեր հարցի պատասխանը ստանաք։ Երևի թե այսքանը, շնորհակալություն քեզ շատ հավեսով եւ օգտակար զրույցի համար։ Հուսով եմ դուք էլ օգտակար գտաք, ինչ որ բաներ ձեր համար հետևություններ արեցիք։ Առողջ եղեք ու հոգեկան առողջության հիգիենան եւս վարեք։ Բոլորին բարի գիշեր, մինչ հանդիպում։ Yes.